Հարգելի հայրենակիցներ, բարև ձեզ։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Իրանը կվերականգնի իր միջուկային ծրագիրը եւ կհզորացնի իր միջուկային օբյեկտները ամբողջ տարածքում Իրանի։ Գիտեք, որ ամիսներ առաջ տեղի ունեցավ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների համատեղ գործողությունները, որի նպատակն էր ոչնչացնել Իրանի ռազմական միջուկային հնարավորությունները։ Ճիշտ է, Իրանը հայտարարում է, որ այդ միջուկային ծրագիրը նպատակ ունի միայն խաղաղ օրակարգ ծավալել, բայց բացահայտ հասկանալի է եւ երևում է, որ այդ ծրագիրը օրակարգ է դնում նաեւ պատրաստել Իրանը միջուկային զենք ունենալու համար։ Իրանի համար սա կարա լինի լրջագույն խնդիր եւ սպառնալիք հիմա, որովհետեւ այն, որ Իրանը չի քաղել դասեր Վաշինգտոնի եւ Իսրայելի միասնական գործողություններից Երուսալեմի, դա շատ վատ է, որովհետեւ Իրանին բացահայտ հասկացրեցին, Իրանը միջուկային զենք չի ունենալու։ Եվ եթե Իրանը նորից պատրաստվում է վերականգնել իր միջուկային ծրագիրը, այս անգամ հույս ունենալով, որ Չինաստանից ստացած այդ զենքերը, որը գալիս են հիմա դեպի Իրան, հնարավորություն են տալու Իրանին ել ավելի էֆեկտիվ պայքարի Իսրայելի եւ Միացյալ Նահանգների դեմ, ապա ես կարծում եմ, որ սա միայն մեկ բան է նշանակում, որ մոտակա կարճաժամկետ ապագայում, չգիտենք կոնկրետ երբ, բայց մոտակա ապագայում սպասվում է նոր լարվածում հարաբերությունների եւ սրում հարաբերությունների Իրանի եւ Իսրայելի եւ Միացյալ Նահանգների միջեւ։ Միացյալ Նահանգները առհասարակ կարող են վերականգնել եւ վերսկսել այն ռազմական գործողությունները, որը ծավալել են Իրանի դեմ, հատկապես Իրանի միջուկային ծրագիրը նկատի ունեն։ Բացի դրանից Իսրայելի եւ Համասի այդ պայմանավորվածությունները, որը տեղի ունեցավ Ղազայում, ուղիղ որևէ ձև չի սահմանափակում Իսրայելին, որ շարունակի հարվածները Լիբանանի Հեզբոլլահի ուղղությունով, որը աջակցված է Իրանի կողմից, եւ Եմենի Հութիների ուղղությունով, որը աջակցված է Իրանի կողմից, երկուսն էլ շիիտական խմբավորումներ են։ Ուստի Իրանը փաստացի վերականգնում է իր օրակարգը Իսրայելի հետ պատերազմի։ Իրանի Իսլամական Հանրապետության ձևաչափով։ Կարծում եմ, որ սա ցույց է տալու Վաշինգտոնին եւ Երուսաղեմին, որ հարցը Իրանի հետ լուծել հնարավոր է միայն մեկ ձևաչափով։ Ըստ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի։ Սա իմ պատկերացումով, իմ վերլուծությունով իրանց հիմա պատկերացումն է, որ հարցը պետք է լուծել ռեժիմի համակարգի նկատի ունեմ փոփոխությամբ, որին իրականում այն ժամանակ չհասան, դա չարեցին, չուզեցան, եւ կարծում եմ, որ դա կամաց օրակարգ կդրվի, որ ոչ միայն միջուկային ծրագիրը ոչնչացվի, որովհետեւ եթե ոչնչացնում ես, իրանք նորից ինչ որ ժամանակ անց վերականգնում են, ապա հարցը այդպես չի լուծվում։ Ուրեմն հարցը պետք է լուծվի ռեժիմի փոփոխությունով, եւ դա հնարավոր է արդեն լայնածավալ ռազմական գործողությունների ներքո, որը բերելու է եւ ստեղծելու է հնարավորություն, որ սկսի ներքին ճաքեր Իրանում։ Սա շատ լուրջ եւ նուրբ թեմա է, որովհետեւ ուղիղ եւ անմիջապես վերաբերվում է Հայաստանին։ Հայաստանի համար հարևանն Իրանը կարևոր գործընկեր է եւ այնտեղ անկայունությունը, ռազմական գործողությունները կարան բերել լրջագույն խնդիրների եւ պետք է սա հաշվի առնել։ Հատկապես Երևանը եւ Վաշինգտոնը ռազմավարական հարաբերությունների ներքո պետք է ակտիվորեն բանակցեն այս օրակարգի հետ կապված, նրա համար, որ Հայաստանը պատրաստ լինի որևէ
ակտիվ գործողությունների կամ տարածաշրջանում իրավիճակի փոփոխությանը եւ այդ նպատակով պետք է Հայաստանը կարողանա ավելի լավ պատկերացում ունենալ, թե ինչպիսի մոտեցումներ ունենա տարածաշրջանում, բայց իհարկե ակնհայտ է, որ այս դեպքում եւ հաշվի առնելով Վրաստանում ստեղծված իրավիճակը, Ադրբեջանի եւ Թուրքիայի համար նաև կենսական կարևորություն է ստանում Հայաստանի տարածքով անցնող լոգիստիկ կապերը եւ Հայաստանի համար սա շատ կարևոր է նաև։ Ուստի կարծում եմ, որ մենք պետք է պատրաստվենք այդ իրականությանը։ Վերադառնալով զուտ բուն հարցին, պետք է ասել, որ օրերս Իսրայելը վերականգնել է հարվածները Հեզբոլլահի ուղղությամբ, ուրեմն Լիբանանում, եւ ասել է, որ թույլ չի տալու իրենք այնտեղ նորից պատրաստվեն, վերախմբավորվեն եւ այլն։ Հութիների հարցը շատ ավելի սուր է, որովհետեւ իրանք հիբրիդային պատերազմի ձևաչափն են օգտագործում, որը ավելի բարդ է իրականում։ Եվ կարծում եմ, որ Իսրայելը ակտիվորեն փորձելու է Իրանի հարցը վերադարձնել միջազգային օրակարգ, հատկապես Իրանի միջուկային ծրագիրը։ Եվ դրա զուգահեռ կարան տեղի ունենալ իհարկե լրջագույն իրադարձություններ տարածաշրջանում։ Մենք կհետևենք ձեր հետ միասին այս զարգացումներին, հատկապես հետաքրքիր է, թե ինչ զենք է գնում Իրանը Չինաստանից, ինչպես է պատրաստվում, Իսրայելը ինչպես է պատրաստվում, Միացյալ Նահանգները ինչ քայլեր են անում եւ ինչ ժամկետներում է պատրաստվում այստեղ նոր էսկալացիա, նոր սրում հարաբերություններում եւ նոր կարելի է ասել ռազմական գործողությունների վերսկսում։ Սա շատ կարևոր հարց է եւ համոզված եմ, որ այս հարցը ունենալու է լուրջ աշխարհաքաղաքական զարգացումներ։ Եթե հնարավորություն լինի Իրանում վերականգնել հանրապետությունը, որը Միացյալ Նահանգների կարադաշնակից լինի եւ եղել է Շահ Ռեզա Փեխլևիի ժամանակ, դա կլիներ աննախադեպ լավ զարգացում Հայաստանի համար, ունենալով Իրանը ինչպես դաշնակից Միացյալ Նահանգների հարավում, որովհետև խնդիրներից մեկը հիմա այն է, որ Վրաստանը, որը պետք է լիներ Միացյալ Նահանգների դաշնակիցը եւ Եվրոպական միության անդամակցության տեխնացուի կարգավիճակ ունեցող պետություն, դարել է Միացյալ Նահանգների եւ Եվրոպական միության թշնամի։ Ինչու է դարել, մենք դրա մասին ձեր հետ բազում խոսել ենք, ով է դա կազմակերպել եւ ինչպես դրա մասին խոսել ենք։ Սամվել Կարապետյանի նման մեկ ռուս օլիգարխ ամենալավը ուրեմն խոստանալով Վրաստանը բերեց եւ դարձրեց Հյուսիսային Կորեայի եւ Բելարուսի խառնուրդ։ Հիմա այդ իրավիճակը հաշվի առնելով, իհարկե Հայաստանի սուվերենությունը այլընտրանք չունի, Հայաստանի բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը այլընտրանք չունի, խաղաղության օրակարգը այլընտրանք չունի, Իրանի հետ հարաբերությունները կայուն պահելը այլընտրանք չունի, բայց Միացյալ Նահանգների հետ ակտիվորեն բանակցելը, որ Հայաստանը պատրաստ լինի բոլոր մարտահրավերների համար, որը կարա տեղի ունենա տարածաշրջանում, շատ եւ շատ կարեւոր է։ Հատկապես հաշվի առնելով Թրամփի ուղի TRIP նախագիծը, որի մասին վարչապետ Փաշինյանը այսօր ասաց, որ ակտիվ բանակցություններ են գնում Միացյալ Նահանգների հետ երկաթուղին կառուցելու նպատակով երկկողմ ձևաչափով։ Հուսով եմ, որ Միացյալ Նահանգները այո այդտեղ ակտիվորեն կներգրավեն եւ նույնիսկ կառուցման գործընթացում կունենան առաջի դերը, ամենակարևոր դերը։ Դա համարում եմ շատ կարևոր։ Ընդհանուր առումով, հարգելի հայրենակիցներ, հստակ պետք է ասվի, որ այս իրավիճակը, որը հիմա կա,
նշանակում է Իրանի միջուկային ծրագրի խնդրի վերադարձ օրակարգ։ Հիշեցնեմ, Եվրոպական միությունը պատժամիջոցներ էր կիրառել SNAP ձևաչափով Իրանի դեմ, վերականգնել էր պատժամիջոցները, որովհետև ուներ տվյալներ նրա մասին, որ Իրանը վերականգնել է միջուկային ծրագիրը, հատկապես զենքին ուղղված միջուկային ծրագիրը, որովհետև հասարակ միջուկային ծրագրին, եթե շատ քիչ է պետք հարստացված ուրան, ապա միջուկային զենքի համար պետք է 80-90%-անոց եւ դրան մոտեցել է արդեն Իրանը։ Ես համոզված եմ, որ Միացյալ Նահանգները կոորդինացնում են այս քայլերը եւ շուտով մենք կտեսնենք որևէ զարգացում այս ուղղությունով։ Շնորհակալ եմ ուշադրության համար, հարգելի հայրենակիցներ, կհանդիպենք ստեսություն։